ռուս պրանկերների միջոցով բացահայտվեց ԵՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրօղլուի դիրքորոշումը հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ մեր կաթողիկոսի հետ կապված եւ փաստորեն կարճ ուղղակի նաեւ որպեսզի մեր հեռուստադիտողին հիշեցնեմ հուլիսի 8-ին ռուս պրանկերները հեռախոսազրույցի ընթացքում ներկայանալով որպես Նիկոլ Փաշինյան խոսել են ԵԱԿ գլխավոր քարտուղարի հետ հենց եկեղեցու եւ կաթողիկոսի հետ կապված եւ կաթողիկոսի հեռացման հարցի հետ կապված եւ այդ ձայնագրության մեջ ազգությամբ թուրք իդեպ ԵԱԿ գործող քարտուղարը ասել է որ ինքը կտրամադրի իր գրասենյակի աջակցությունը այդ հարցում բառացի ասեմ կանեմ առավելագույնը այսպեսի միտք է ասում միաժամանակ նա խոստացել է իրենից կախվածը ամեն ինչ անել իրենից կախված ամեն ինչ դա իդեպ հենց ձայնագրության մեջ իր խոսքն է Կարապետյաններին դաշտից դուրս մղելու եւ նրա աջակիցներին հնարավորինս աջակիցների դեմ հնարավորինս ինչ որ պայքար իրականացնելու ուղղությամբ բոլորս լավ գիտենք որ Սամվել Կարապետյանը ուժեղ Հայաստան թիմը ինչպիսի ասենք աջակցություն է իրականացնում հայ եկեղեցուն մեր կաթողիկոսին եւ առհասարակ ազգային հարցերում հա կարեւոր քաղաքականություն է իրականացնում եւ հիմա ազգությամբ նորից եմ ուզում շեշտել քարտուղարը ԵԱԿ գլխավոր Սինիրօղլուն նման արձագանք է հնչեցրել, որը կարծես թե ոչ մի առնչություն չունի իր պաշտոնի հետ։ Հիմա Պանզորյան, ես ուզում եմ լսել ձեր գնահատականը, ինչի մասին է սա խոսում։ Դե գիտեք, ես սա չի ասի որ սենսացիա, որովհետև երկու շաբաթ անցել է, եւ ես չտեսնում եք առանձնապես մեծ աղմուկ չի եղել եւ դա բնական է, ոչ թե որ հարմարվել են նրա խոսքերը։ Պետք է հասկանանք, որ ԵԱՀԿ-ն այսօր այդպես մեծ դեր չունի, ինչ որ 90-ական թվականներին, ասում եմ, այն որպես այն մարդը, որը ակտիվ մասնակցել է այն ժամանակ բանակցություններին, Մինսկի խմբի ձևավորմանը, նաև եղել են փաստորեն Հայաստանի պատվիրակության անդամ մինչև 93 թիվը, պատկերացնում եմ ԵԱՀԿ-ի մեխանիզմները։ Փաստորեն այսօր դա դարեց գործառույթները կատարելուց, որտեղ չկա երկխոսություն, այդպես ասած նախկին խորհրդային միության պետությունների եւ Եվրոպայի միջեւ դա այդպես ասած միջանկյալ օղակ է, որտեղ մեծ մասը դարձել են Եվրամիության անդամ այս պետությունների մնաց ակասարակ դուրս է եկել որպես Միջին Ասիա եւ շատ քիչ գործառույթներ ունի եւ այս առումով այդ պաշտոնյան դուք շեշտում եք որ ինքը թուրք է եւ այլն ավելի շուտ խոսում եք որպես թուրք քան թե որպես պաշտոնյա որովհետեւ դա իր լիազորությունից դուրս է, այսինքն խոսած զբաղվի թե չէ, ինքը ուղղակի, այդպես ասենք, ինքը եվրոպական միջին մակարդակի չինովնիկ է։ Հակասարակ գլխավոր քարտուղարները ոչ թե ղեկավարելն է, այլ կոորդինացնել տարբեր վարչություններ, որոնք իրենից անկախ են գործում, ամեն մեկը իր մանդատը ունի։ Եվ ես ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել միակ մի հարցում, որ ինքը միջամտում է արդյունքների այն մոնիտորինգի հանձնաժողովը, որը պատրաստել է զեկույց ընտրությունների վերաբերյալ եւ այնտեղ ինչքան էլ այդպես հանգված լինել դրական գնահատել այդ ընտրությունները չէին կարողացնել այն աղաղակող խախտումների եւ ինչ որ ձևով նշված է եղել, ինչը բնականաբար դուրս չի եկել Հայաստանի իշխանություններից եւ ինչն է հետաքրքիր, ինչու հավատաց այս պաշտոնյան փորձառու մարդ է ճանապարհ անցած եւ այլն, ինչու այդպես ասած հավատաց այս պրանկերներին, որտեղ ինքը հասկանում եք ինչը կարող եք դժգոհություն բերել Փաշինյանի, որ անգամ այդ բավականին մեղմ քննադատությունը եւ ինքը խոսք է տվել փաստորեն չեզոքացնել անգամ այդ որպեսզի հետագա ընթացք չստանա այդ գործընթացը փաստորեն ինքը այս ամենակարևորը նա է որ ինքը ի վիճակի չէ միջամտեցնեք այդպես որպես անձ ինքը կարող է ինչ-որ կարծիք ունենալ մասնավոր խոսակցությունների եւ այլն բայց ինքը իրականում չի կարող ինչ-որ ազդել այդ գործընթացին բացի այն կարևոր գործառույթից լեգիտիմացնել ընտրությունների արդյունքները փաստորեն ինքը խոսք է տվել որ ինքը ուշադրություն եւ ընթացք չի տալու այն բազմաթիվ խախտումների, գեղձիկների, որոնք տեղի են ունեցել։ Սկսենք նրանից, որպեսզի այդպես ինքը որպես համապատասխան
կառույցի ղեկավար նախ իրավունք չունի միջամտելու այդպես կոչված ջմիկի մարդու իրավունքների այդ գրասենյակի, որը նաև իրենց անկախ է գործում, ինքը ուղղակի կարող է կոորդինացնել, չգիտեմ ինչ տարբեր կառույցների միջև աշխատանքը, որ համատեղ աշխատեն միասին, բայց չի իրավունք չունի հրահանգներ տալու։ Իրատեսակետը հասկանալի է, բայց ինքը որն է, այդպես ասած, հանցանքը, ինքը այդ կարծիքը չպիտի ակտահայտեք, բայց ինքը ի վիճակի չէ այդ կարծիքը ինչ-որ ձևով դարձնի process։ Ինքը շատ Ինչու՞ ոչ։ Կներեք, պարոն Զոլյան, հիմա եկեք հասկանանք, Ինչու եմ ասում, իախեկը այդ գործերին չպիտի միջամտի։ Հա չպիտի միջամտի, բայց ինքը որպես պաշտոնյա արդեն իրեն թույլ է տվել կատարել մեծ մի քայլ։ Եվ չէ, այստեղ նաև մենք հայերս պետք է շատ կարևոր մի բան հասկանանք, որ եկեղեցու դեմ, մեր եկեղեցու դեմ եւ ամենայն հայոց կաթողիկոսի դեմ պայքարը գալիս է դրսի հրահանգն է դա, ինչպես Փաշազադեն, հիշում եք, 1 տարի առաջ հստակ ասեց, որ հայոց կաթողիկոսը, հայ եկեղեցին խանգարում են տարածաշրջանային խաղաղությանը, քանի որ արցախյան մշակույթի հարցներ բարձրացնում էր կաթողիկոսը տարբեր միջազգային հարթակներում եւ նաեւ մեր բանդված հայրենակիցների վերադարձի խնդիրներ բարձրաձայնում, Արցախի հայության վերադարձի խնդիրներ բարձրացնում, բնականաբար ինքը պետք է դա դիտեր որպես խաղաղության դեմ վտանգավոր քայլ եւ ինչ մենք տեսանք այդ Փաշազադեի հայտարարությունից հետո Փաշինյանը սկսեց իր ակտիվ արշավը կաթողիկոսի դեմ, մեր եկեղեցու դեմ։ Այսինքն մենք պետք է հասկանանք, խնդիրը ինչու եմ ես ասում, որ սա սկանդալ է, սա կարող է դառնալ եւ մեր ձեռքով մենք պետք է նպաստենք դրա այսպես աշխարհին ներկայացնենք, որ հայ եկեղեցու դեմ այսօր թուրք-ադրբեջանական տանդեմը պայքարի է ելել, նաև միջազգային տարբեր օղակներ այդ նույն ԵԱԿ-ը նաև օգտագործելով եւ Փաշինյանի ձեռամբ։ Սա չի սխեման։ Ուրեմն սխեման ճիշտ է թակել, բայց եթե մենք փորձենք բարձրաձայնել այդ խնդիրը, ոչ թե այդ իախեկեի քարտուղարից անգամ ազգանունն եմ մոռացել, որտեղ ասում եմ ինքը որպես եվրոպական չինովնիկ Սինիրօղլուն, ինքը ուղղակի միջին մակարդակի։ Հիմնական խնդիրը հետևյալն է, որ այդ պայքարը գլխավորում է միգուցե բնական է ճիշտ եք ասում ուղղորդվելով ուրիշ տեղերից, բայց ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի վարչապետ, որը նաև փորձել է նույն ընտրությունների միջոցով լեգիտիմացնել այս իր պայքարը։ Ճիշտ է, վերջերս չի խոսում, բայց բնական է միևնույն կադրադառնա։ Բայց ծրագրում կա, եւ ծրագրում կա եւ հիշեք թե որտեղից է սկսել, այսինքն լարված հարաբերություններ ամենամեղմ ասած ձևակերպմամբ լարված հարաբերություններ եղել են 18 թվականից, եթե հիշում եք այն ժամանակ էլ կար Նոր Հայաստանը հայրապետ կոչված է։ Այո, այսպես բան։ Բայց այդպես կտրուկ փուլի անցավ այն բանից հետո, երբ վերապարը ելույթ ունեցավ Շվեյցարիայում, պահանջելով նախ հուշարձանների, երկրորդը բնակչության վերադարձի իրավունքը պաշտպանել։ Եվ հիմնական պատերազմ եկեղեցու դեմ սկսվեց այս պահին։ Ուստի եկեք նայենք ընդհանուր ձևով, որովհետև ինչու եմ ասում, դրսից եկող նաև նրանք կարող են դրան դիտարկել որպես մարդու իրավունքի խախտում, որպես կրոնական ազատությունների, բայց բոլոր դեպքերում, եթե դա ներսից է գալիս, եթե գալիս է ոչ թե ինչ-որ դրսից տերորիստներ են գալիս, այլ հենց ներսի իշխանությունները, դա պիտի համարվի պետության ներքին գործը։ Եվ այս առումով դուք կարող եք տեսնել, որ բոլոր միջազգային կազմակերպությունները բավականին զուսպ են։ Նրանց համար կարևոր է եւ անգամ աչք են փակում այն աղաղակող փաստերի վրա, որ բարձրագույն թեմի գլխավոր դերակատարները, պաշտոնակատարները այս մեկուսացված են կամ եւ բանտում են նստել եւ հիմա բանտում են նստած միգուցե տնային կալանքի տակ այն աստիճանով մանրախնդիր են, որ անգամ Ռուսաստանից եկած հոգևորականներին ինչ-որ ռազմական բանակ են զորակոչվում եւ այլն, այդպեսի գիտեք այդ պատմությունները։ Ընտրությունների համար որ եկել էին, այսինքն նրանք խոչընդոտում են եկեղեցու բնականon աշխատանքը։ Դա ակնհայտ է։ Ակնհայտ է մարդու իրավունքների խախտումը։ Դուք դրանում չեք տեսնում նաև արտաքին ուժերի
հստակ խորհուրդները։ Ուրեմն ես տեսնում եմ սա ընդհանուրի մեջ, այսինքն ընդհանուր գաղափարը հետևյալն է, պետք է հասկանանք։ Այսինքն մի կողմից Փաշինյանի դա էության մեջ կա հակաեկեղեցականությունը, հա։ Մյուս կողմից աշխատում է դրսի պատվերը։ Դրսի պատվերը պետք է հասկանանք, թե ինչ ծրագիր է գործում այսօր Հայաստանում։ Եվ կարելի ասել Հայաստանի դեմ, մոտավորապես կարելի ասել Հայաստան առանց հայերի։ Հայաստան առանց հայերի պիտի հասկանանք մեր հարևանների ծրագիրը, եթե վերցնենք գլխավոր Թուրքիա, Ադրբեջան, թե նրանք միասնական են։